Մինչ դուք այստեղ պարզապես երկաթի կտորներ եք տեսնում, չեն յուհահոն դրանք վերածում է մինի մարմնամարզիկների, երաժիշտների, պարզապես փոքրիկ երկաթե մարդուկների։ Մետաղները սովորական չեն ինձ համար, հաճախ երկար նայում եմ դրանց, որոնում եմ այն երկաթե կտորները, որոնց հետո կարող եմ կյանք տալ, կենդանացնել։ Չինացի ավտոմեխանիկի աշխատանքային օրն սկսվում ու ավարտվում է մետաղական մոգությամբ։ Զոդիչը մի ձեռքում, երևակայությունը մյուսում, հին ավտոպահեստամասերը վերածում է շարժվող կերպարների, որոնք մարզվում են, նվագում, անգամ թիավարում։ Յոնկան քաղաքից յուհաոյի կերպարները միայն տեխնիկապես չեն շարժվում, նրանք փոխանցում են նաև տրամադրություն։ Օրինակ, փոքրիկ մարզիկների այս շարքը Չենը ստեղծել է ինքն իրեն մոտիվացնելու համար։ Երկաթե մարզիկների շարքը ստեղծել եմ, որպեսզի ինքս ինձ տրամադրեմ մարզվելու, քանի որ վերջերս գրեթե չեմ մարզվում։ Յուհաոն ասում է, որ այնինչ ինքն է անում, առայժմ հոբբի է, բայց մի օր իր երկաթե մարդուկները գուցե եւ հայտնվեն խաղալիքների խանութներում։ Չենն արդեն բազմաթիվ հերոսներ ունի մտքում, որոնց կարող է կյանք տալ իր երկաթե երևակայությամբ։ Վաճառքի մասին իհարկե մտածել եմ, բայց ոչ հիմա։ Հիմա սա պարզապես իմ սիրելի զբաղմունքն է։ Չնայած մետաղը սառն է, այն Չեն յուհաոյի ձեռքերում սկսում է ջերմանալ, շնչել ու շարժվել։ Աննա Գյուռնազարյան, Հայլուրի համար։